Ինչ կապ ունեն շոկոլադն ու լիբիդոն։ Մուգ շոկոլադը պարունակում է ֆենիլէթիլամին, նյութ, որը արտադրվում է սիրահարվածության ժամանակ եւ առաջացնում է էյֆորիայի ու գլխապտույտի զգացողություն։ Թեև շատ դեպքերում սա նման է գրգռմանը սեռական հարաբերության ժամանակ, բայց չի փոխարինում այն եւ երբեմն նաեւ խորհուրդ է տրվում այն օգտագործել մասնավորապես պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Հետազոտությունները պարզել են, որ եթե ուզում եք, որ ձեր ռոմանտիկ երեկոն ունենա բուռն ընթացք եւ ոչ պակաս բուռն ավարտ, ապա անպայման այն համեմեք սև շոկոլադով եւ սառը շամպայնով։ Ինչու, որովհետև երկուսի համատեղ ընդունումը առաջացնում է հաճելի զգացողություն, գրգռումը ավելի արտահայտված է լինում, իսկ սեռական հարաբերությունը շատ ավելի տպավորիչ։ Դե ինչ, այստեղից արեք համապատասխան հետևություններ։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի կեսգիշեր։ Դեռահասությունը ամենաբարդ տարիքներից մեկն է։ Այս փուլում հատկապես պետք է ուշադիր լինել սեռականության ձևավորմանը, քանի որ այս փուլի բացթողումները հաճախ կարող են լուրջ հետևանքներ ունենալ ինչպես հոգեբանական, այնպես էլ վարքային ու սեռական։ Թեման քննարկելու եմ կլինիկական հոգեբան, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանի հետ։ Տիկին Նաիրա, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Թեման շատ կարևոր է, վստահ եմ դուք էլ ձեր գործունեության հաճախ եք առնչվում այս թեմային։ Հատկապես իհարկե այս առումով մտահոգիչ են ծնող երեխա հարաբերությունները, հաճախ դեռահասը լինում է չհասկացված, չընկալված, չլսված ծնողի կողմից, առաջանում է որոշակի լարվածություն իրենց միջև։ Եկեք հասկանանք նախ որն է այդ շրջանը դեռահասային կոչվածը եւ հետո արդեն կքննարկենք դրա հետ կապված խնդիրները։ Բարի երեկո, Բրեժ, շատ հաճելի է եւ շնորհակալ եմ հրավերքի համար, իսկապես շատ կարեւոր թեմա է։ Այսօրվա մեր իրականության մեջ, ցենց գադջետների դարում 21-րդ դարի թողու բողի մեջ իրականում կորում են այն կարևոր հարաբերությունները ծնող երեխայի միջև եւ քանի որ մեր երեխաները մի կողմից շատ արագ են դառնում մեծ, շատ արագ են ինքնուրույն դառնում, բազմաթիվ հակասություններ են ունենում ծնող երեխա հարաբերությունների մեջ։ Եվ եթե խոսենք ընդհանուր դեռահասության տարիքի մասին, երևի թե ամենամեծ խնդիրը նրանում է, որ դեռահասները շատ արագ ընկալում են իրանց մեծ լինելու զգացողությունը եւ անդադար պայքարը, մեծի զգացողության, այսինքն ինքնուրույնության եւ ինչ որտեղից սեպարացիայի ծնող երեխայի միջև բերում է նրան, որ բազմաթիվ հակասություններ են ունենում։ Այսօր դեռահասությունը շատ ավելի վաղ է սկսում զարգանալ, մոտավորապես շատ ծնողների կարծիքով այդ փոփոխությունները իրանք արդեն սկսում են նկատել 10 տարեկանից սկսած, բայց դե բժշկական տեսանկյունից իհարկե դա 11-ից 18 տարեկանն է, եւ խնդիրները ոչ միայն ֆիզիոլոգիական, այսպես ասած, հասունացման մասին է, այլ նաեւ հոգեբանական հասունացման մասին է եւ իրազեկված կարծում եմ պիտի լինեն ծնողները այդ բարդ փուլի մասին, որ հնարավորին ճգնաժամային այդ սուր անկյունները ավելի մեղմացնեն եւ ավելի լավ հաղորդակցում ունենան երեխաների հետ։ Այս առումով երևի թե կարևոր է նաեւ նկատի ունենալ, թե ինչ ենք հասկանում ասելով նորմալ սեռական հասունացում, մասնավորապես հոգեբանի դիտակետից։ Այստեղ շատ հետաքրքիր պարադոքս կա, որ ֆիզիոլոգիական հասունացումը, այսինքն այն ինչը որ դուք ընկալում եք բժշկական տեսանկյունից, այո, այսինքն երեխան կարա հավասարաչ, այսինքն համապատասխան իր նորմայի սահմաններին հասունացած լինի, բայց հոգեբանական հասունացումը դեռ շատ հեռու է ֆիզիոլոգիական հասունացումից, տարանջատված է եւ այդ ներքին կոնֆլիկտները եւ սեփական եսը չհասկանալու շատ մեծ խնդիրներ են արտնանում, այսինքն երբ որ դեռահասը
իր կարծիքով արդեն հասունացել է, մեծացել է, ինքը տեսնում է բոլոր փոփոխությունները, որոնք կատարվում են իր մարմնի հետ, կենտրոնանում է, որտեղ դա շատ կարևոր է դեռահասի համար, բայց իր գիտակցությունը դեռ, այսպես ասած, դեռ այնքան չի հասունացել եւ պատրաստ չի ճիշտ գիտակցել այդ բոլոր փոփոխությունները, եւ այստեղ ծնողի դերը բավականին մեծ է, որպես աջակցող, որպես ընկեր, որպես բոլոր հարցերին ճիշտ պատասխան տվող եւ նաեւ անպայման հետադարձ կապը ապահովող։ Թվում է, թե դեռահասների մոտ մի քիչ այլ պատկերացում կա սեռականության մասին, որը հաճախ չի համընկնում իրականության հետ։ Երբեմն նույնիսկ դրա բերումով խնդիրներ են առաջանում։ Վստահ եմ ձեր պրակտիկայում դուք դա նկատել եք։ Ինչպես դա կբնութագրեք, ինչի հետ է դա կապված։ Դե եւ իսկ սկսենք պատկերացումների մասին։ Պատկերացումները ամեն տարիք ունի իր առանձնահատկությունները եւ նորմալ է, որ այդ տարիքում ամենակարևոր եւ հետաքրքրող թեմաները դա իրենց եսն է, իրենց մարմինն է, իրենց արտաքին տեսքը եւ նաեւ այն սեռական հասունացումը, որ տեղի է ունենում եւ դրա հետ կապված արդեն ցանկությունները, որոնք ի հայտ են գալի։ Եվ այստեղ շատ կարևոր է դեռահասին տալ ճշգրիտ այն, ինչ որ ես նախորդում ասացի, ինչ որ ինֆորմացիայի մասին, բայց դա երբ է տեղի ունենում, երբ որ դեռահասը մեզ դիմում է եւ մենք պատասխանում ենք։ Բայց ցավոք սրտի այսօրվա փորձը շատ հաճախ երբ որ ծնողների հետ զրուցում ես, ցույց է տալի, որ շատ ծնողներ պատրաստ չեն այդ թեմաների շուրջ զրուցելով եւ հետաքրքրությունը մարմնի նկատմամբ եւ հետաքրքրությունը այն արտնացած սեքսուալ ցանկությունների կամ սեռականության նկատմամբ միշտ ընկալվում է որպես ամոթ եւ մեղքի զգացում, այսինքն ամոթ է մտածել եւ անպայման պիտի ամանչես եւ մեղավոր քեզ զգաս, որտեվ դա այն թեմաները չեն, որ դու կարող ես ծնողի հետ մոտ բարձրաձայնես։ Եվ ինչ է ստացվում, դեռահասը ունի հարցեր, բայց չունի պատասխաններ։ Եվ որտեղ է ստանում այդ պատասխանները, ստանում է այնտեղ, որտեղ հասանելի է։ Բայց միշտ չի այդ հասանելի կոնտենտը, այո, իրանք շատ անգամ վտանգավոր են, որտեղ ի վերջո այդ ինֆորմացիան, որ ինքը ստանում է թվային աշխարհում, այսպես ասած, որը որ հասանելի է եւ ծնողի կողմից եւ վստահ կարող ենք ասենք, որ ոչ մի ծնող 100% կոնտենտը վերահսկել չի կարող։ Որտեղ մենք կարող ենք վերահսկել կոնկրետ տվյալ գadget-ի դեպքում, բայց մենք չգիտենք դրսում ինչ գadget կարելի է օգտագործել եւ որտեղ կարելի է այդ կոնտենտը տեսնել։ Այո, եւ այդ ինֆորմացիան շատ հաճախ ինքը ուղղակի ֆիլտրված է լինում, այսինքն պատկերված է կամ իդեալական պատկեր, հա, կամ պատկեր, որը իդեալականից դուրս է եւ հետագայում կարաբերի տարբեր խնդիրներին, թե վարքի մեջ, թե սեփական սեռականությունը ընկալելու մեջ, թե սեփական մարմնի հանդեպ որոշակի վերաբերմունքի հանդեպ։ Եվ կարծում եմ ընտանիքի դերը այստեղ շատ կարևոր է խոսելու։ Հաճախ ծնողներ ասում են, գիտեք, ինքը ինձ այդ հարցը չի տալի, բայց տալիս է, մենք չենք նկատում, որովհետև մեծի համար այն տարիքն է, երբ որ մենք առաջնային ենք մեր համար դարձնում ուսումը, հետագա շեշտը դնում ենք ուսման վրա, շեշտը դնում ենք ապագա մասնագիտությունը ընտրության վրա, այսինքն բայց մոռանալով, որ դեռահասության տարիքը այն տարիքն է, որտեղ ամենակարևոր եւ գործողություններից մեկը դա շփումն է, դա հասակակիցներն են, որոնք դառնում են շատ հեղինակավոր դեռահասի համար, ծնողը մղվում է երկրորդական պլան, դեռահասը շատ հաճախ ըմբոստանում է եւ մենք չենք տեսնում այն մնացած ելևէջները, մենք տեսնում ենք միայն այդ ըմբոստությունը, մենք տեսնում ենք տրամադրության փոփոխությունը, մենք տեսնում ենք այդ բոլոր անհաջողությունների աղբյուրը շատ հաճախ նաեւ ծնողներն են դառնում որովհետեւ հասանելի չեն իրենց երեխայի համար, որովհետեւ կհամաձայնեք որ շեշտը դնելով հիմնականում էին ուսման վրա, մոռանում են հուզական կապ ստեղծելու մասին, որպեսզի վերջի որտեղից է գալիս այդ ագրեսիան, որտեղից է գալիս ըմբոստությունը, նրանից որ չկա այն հուզական կապը ծնող երեխայի, միջև որի պարագայում երեխան կուզենա ծնողի հետ խոսել կամ կիսվել դեռահասության առնչվող հարցերի վերաբերյալ։ Վստահ եմ դուք ձեր պրակտիկայում երևի շատ հաճախ եք նման դեպքեր ունեցել։ Ես մի հատ օրինակ բերեմ, ցես զարմանաք, ոչ թե այցելուի օրինակն է, այլ օրինակը մի դասընթացի, որը ժամանակին արել ենք բժիշկների համար, այսինքն ինչպես ճիշտ դաստիարակել ծնողներին, այսինքն ոչ թե դաստիարակել, իրազեկել ծնողներին, ինչպես խոսել օրինակ տարբեր խնդիրների մասին, դեռահասության շրջանում, ավելի մանկական շրջանում եւ այլն։
Եվ տենց մի հանդիպման ժամանակ ասեցի, որ շատ օգտակար է այդ էմպաթիկ լինելը դեռահասին եւ հիշել ձեզ դեռահասության տարիքում։ Եթե մենք մեզ ամեն մեկս հիշենք դեռահասության տարիքում, մենք կտեսնենք, որ նման խնդիրները մեր մոտ են եղել։ Մեզ էլ շատ անհանգստացրել է մեր արտաքին տեսքը, մեզ անհանգստացրել է արդյոք ես գրավիչ եմ թե չէ, արդյոք ես կկարողանամ ընկերներ ձեռք բերել թե չէ, եւ մնացած այն ամեն ինչ որ ծնողներն են ցանկանում մեր համար երկրորդական պլանում է եղել։ Դարը փոխվել է, բայց ոչինչ չի փոխվել այդ տեսանկյունից, հա։ Այսինքն ավելի մոդիֆիկացված է դարձել, բայց խնդիրները նույնն են։ Եվ ես հիշում եմ, որ խորհուրդ տվեցի այդ էմպաթիկ լինելը, շատ անգամ դեռահասի հետ խոսելու ժամանակ հիշել սեփական փորձը եւ կիսվել դեռահասի հետ, որ գիտես, ես էլ օրինակ 13 տարեկանում նման խնդիրներ եմ ունեցել։ Ես էլ եմ մտածել, արդյոք իմ հասակը բավարար է թե ոչ, ինչու ես ավելի օրինակ բարձրահասակ չեմ, կամ ինչու իմ մազերի գույնը այսպիսին է, ինչու իմ աչքերն են այսպիսին եւ այլն։ Եվ դա շատ օգտակար է, որտեղ դեռահասը հասկանում է, որ դուք մի ալիքի վրա եք, հավասար եք եւ ինքը կարա ավելի բացվի եւ այդ աջակցությունը սոցիալական կարևոր ստանում, այլ ոչ թե քննադատություն է ստանում։ Եվ կզարմանաք, որ մտածելով, որ լսարանը բժիշկներ են, իրանք ունեն համապատասխան կրթություն, այսինքն նշանակում է, որ նման թեմաներ իրանց համար տաբու չպիտի հանդիսանան, բայց մասնագիտությունը միշտ չի որ մեզ օգնում է, այսինքն մենք երեխայի հետ շփվելիս շատ հաճախ մոռանում ենք մեր մասնագիտության մասին, մոռանում ենք, որ մեր երեխան ի վերջո ֆիզիոլոգիական պահանջմունքներ ունի, մեր մեջ արթնանում է ծնողը, եւ ես հիշում եմ մի բուժաշխատող, որ ասենց բավականին բարկացած ինձ ասաց, բայց ես չեմ կարողանում իմ երեխայիս հետ խոսեմ նման անձնական թեմաների շուրջ։ Դա նշանակում է, որ ես իմ հեղինակությունը կկորցնեմ, բայց դա բնավ դրա մասին չի։ Մենք չենք կորցնում այս պարագայում հեղինակությունը, երբ որ այո խոսում ենք մեր ապրումների մասին եւ պատմում ենք, որ այո ինձ էլ է դժվար եղել։ Ես էլ չեմ կարողացել ընկերներ ձեռք բերեմ, օրինակ ինչ-որ փուլում, ինձ էլ անհանգստացրել իմ ականջները, իմ քիթը, ամեն ինչ կարամ, իմ մարմնի զանգվածը ի վերջո, դրանով իսկ մենք ոչ թե ցույց ենք տալի մեր թուլությունը, այլ ցույց ենք տալի, որ դա այդ ժամանակահատվածի խնդիր է եւ դա լուծելի է, որտեղ տես ես հիմա դա լուծել եմ, տես ես ունեմ ընկերներ, տես ես զգում եմ իմ, չգիտեմ, կանացիությունը կամ տղամարդկությունը ավելի սենց ուժեղ եւ կարող եմ քեզ օգտակար լինեմ իմ փորձով, իմ տարիքով, այլ ոչ թե ես մեծ եմ, ուրեմն ես գիտեմ, ուրեմն ես ճիշտ եմ։ Այս բացառապես սենց ուժեղ սահմանա գծում ծնող երեխայի հարաբերությունների միջև ու շատ դժվար է հետո դա վերականգնել։ Այսինքն բերելով քո օրինակը որպես ծնողի, հենց դրանով իսկ հեշտացնում ես եւ ավելի ամրապնդում ես կապը երեխայի եւ քո միջև եւ նպաստում ես, որ ինքը ավելի հեշտորեն քեզ հետ կիսվի, խոսի նույն թեկուզ եւ դեռահասային հարցերի առումով, դեռահասային սեռականության հարցերի առումով եւ սա շատ առողջ օրինակ է, շատ դիպուկ օրինակ բերեցիք, որ շատերը դա լսելով հասկանան, որ ծնողի կերպար չի նշանակում միայն ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել, այլ ծնողը պիտի նաեւ իր օրինակով կարողանա երեխայի մեջ արթնացնի ցանկությունը դրա մասին խոսելու։ Նաիրա, դեռահասային շրջանը նաեւ գաղտնիք չի, որ առանձնանում է սեռական փորձարկումներով եւ առաջին փորձով, երբ փորձում են այդ շրջանում, հատկապես մեր օրերում, երբ շատ ամեն ինչ ավելի վաղ է սկսվում է թվում նաեւ սեռական կյանքը, փորձում են իրենց առաջին քայլերը կատարել եւ դա էլ հետագայում հանգեցնում է մեր դիտարկումներով մի շարք սեռական խանգարումների։ Ինչ կարող է լինել հոգեբանական առումով, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հատկապես դեռահասային սեռական փորձարկումների առումով որպես բարդություն։ Սենց շատ նուրբ հարց է իրականում եւ այս հարցի շուրջ եւի ավելի քիչ ենք խոսում եւ այստեղ ավելի շատ ենք ժխտում առհասարակ, որ այդ ցանկությունները այո կարող են լինել։ Եթե դժվարությունների մասին կամ խնդիրների մասին խոսենք, որ կարան հետագայում լինեն, որ դուք եք արդեն որպես մասնագետ տեսնում, հա, մեր համար հոգեբանների տեսանկյունից դա էլի այդ պատրաստակամությունն է, որտեղ սա ինչ հետաքրքիր sense հավասարության նշան է դրված, եթե սիրում ես, օրինակ, պիտի հարաբերություններ ունենաս, եթե մեծ ես, հա,
ապա մեծ լինելը եւ հասուն լինելը այդ տարիքում նաեւ հավասարվում է փորձ ունենալու հետ։ Եվ հետո մենք շատ հաճախ մոռանում ենք նաեւ, որ սեքսուալ վարքը դա ուղղակի սենց սեռական հարաբերությունները չեն որպես այդպիսին բուն իմաստով։ Ինձ թվում է դա սկսում է նաեւ շփման, իրար հետ ժամանակ անցկացնելու, իրար ավելի լավ ճանաչելու, ապրումակցելու, այսինքն այդ սիրահարվածությունը այդ տարիքին, որ շատ բնորոշ է եւ նորմալ է այդ տարիքի համար, ինքը չի ենթադրում որոշակի հարաբերություններ, բայց երբ որ մենք խոսում ենք, որ կարևոր են այդ բոլոր փուլերի sense ներդաշնակ անցումը, դա չի նշանակում, որ մենք ոնց ասեմ, խրախուսում ենք կամ մենք ռոպագանդ ենք անում վարժամ սեռական հարաբերություններ, դա դրա մասին չի, հասկանում եք, այսինքն անգամ հասակակիցների միջև շփումը դա էլ է շատ յուրահատուկ վարքի ձև, որտեղ այդ դեպքում ձևավորվում է շատ կարևոր անձնային հատկանիշներ, նախ ավելի համբերատար լինել, հասկանալ, որ կան սահմաններ, որը դու խախտել չես կարող, որտեղ միգուցե դա դիմացինին դուր չի գալի, հետո շատ կարևոր է, որ այս տարիքում հաշվի առնելով այդ անդադար հասանելի կոնտենտը, հարաբերությունները կամ շատ ռոմանտիկ են ընկալվում, կամ հակառակը, այսինքն դա կարա եւ բռնության, մանիպուլյացիայի, այսինքն սեփական եսը ճիշտ չգնահատելու աղբյուր լինի, այստեղ շատ կարևոր է խոսել, որտեղ երբ որ դու խոսում ես, դու քո երեխային նաև սովորեցնում ես, որ դու պիտի քեզ պաշտպանես, որ հարաբերությունները առողջ են միայն այն դեպքում, երբ որ դա երկու անձի ցանկությամբ է տեղի ունենում, այլ ոչ թե բռնության, մանիպուլյացիայի կամ շանտաժի, այն ինչ որ մենք այսօր շատ հաճախ տեսնում ենք ու ինձ թվում է դուք ձեր պրակտիկայում բավականին հաճախ եք դա տեսնում, որ այսօր շատ հետաքրքիր ձևով մանիպուլացնում են իրար դեռահասներից, դա ինչի մասին է խոսում, դա խոսում է նրա մասին, որ արդեն գիտակցության մեջ ինչ որ մի բան սխալ է ձևավորվել, հասկանում եք, եւ այդ տոտալ հասանելիության եւ անպատժելիության ինչ որ sense դաշտ կա, որ ես ինչ էլ անեմ, միևնույնն է չեմ պատժվի, ինչու, որտեղ դիմացինը կամանչի ու երբեք չի խոսի դրա մասին։ Եվ այդ է պատճառը, որ մեզ դա պիտի որպես ծնողներ ավելի շատ վախեցնի եւ որպես մասնագետներ, որ մենք կարողանանք դեռահասության տարիքում երևի դա նույնն էլ կախվածությանն է վերաբերվում, ուժեղ սոցիալական անձ դաստիարակել, որ ճիշտ ժամանակին ինքը կարողանա ասի ոչ։ Ամենակարևորը եւ այդ իր ոչը բնավ չի խոսում, որ ինքը outsider կարա լինի, ինքը պիտի կարողանա այդ ուժեղ սոցիալական անձը ձևավորի, մենք այսօր շատ ենք խոսում անձնական սահմանների մասին, բայց ոնց որ ճիշտ ցույց չենք տալի այդ անձնական սահմանը եւ ոչ ասելը որտեղ պիտի լինի։ Եվ ամեն ինչի արդյունքում իհարկե առողջ հաղորդակցումն է, որտեղ եթե կա հետաքրքրություն, այդ հետաքրքրության դիմաց երեխան պիտի ճիշտ կոնտենտ ստանա եւ ճիշտ ինֆորմացիա։ Բայց դրա հետ մեկտեղ շատ ծնողներ ընտրում են ծայրահեղություններ, վախեցնում են կամ ամոթի զգացում են ներարկում, ինչն էլ ունի իր հետագա հետևանքներն ու ազդեցությունները։ Շատ հաճախ մենք երբ որ ասում ենք այ պետք է ուշիմ լինել, շատերը չգիտես ինչի հասկանում են, որ պետք է անպայման ներարկեն վախի զգացում կամ ամաչացնեն։ Այս դրա մասին կուզենայի խոսենք, որ բոլորովին պետք չի ճանապարհը ընտրել, որովհետև դա էլ հետո իր հետևանքներն է ունենում։ Այդ որ միջի հետ խոսում ենք այդ ուժեղ սոցիալական անձը, ինքը նաև շատ կարևոր է, որ երեխան հասկանա, որ ծնողը իրան վստահում է։ Այսինքն ես գիտեմ, որ օրինակ դա գոյություն ունի, ես գիտեմ, որ քեզ դա հետաքրքրում է, բայց հանգարտ դա չանես, որովհետև ես քեզ կպատժեմ եւ դա ամոթ է, հետո ոնց ես նայելու ուրիշի աչքերի մեջ։ Դա իհարկե սխալ արտահայտություն է, դա չի աշխատում եւ դա շատ վատ հետևանքներ արդեն հասուն կյանքում ունենում, շատ լավ գիտենք։ Այստեղ այդ վստահության մասին է եւ նաեւ ցանկությունները բավարարելու ճիշտ մոտեցման մասին է։ Կանենք ենք, որտեղ ամոթը ինչի մասին է, մեղքի զգացում ինչի մասին է, որ հետագայում մարդիկ չեն կարողանում առողջ հարաբերություններ ունենալ եւ հետագայում զույգի վրա դա շատ մեծ ազդեցություն է թողնում։ Այո, լավագույն դեպքում իրանք դա կգիտակցեն ու կդիմեն ձեզ որպես մասնագետ, հա, վատագույն դեպքում իրանք այդպես էլ ապրելու են։ Մեզ դիմում են արդեն բարդացած որպես բարդություն։ Մեզ դիմում են հատկապես եթե վերցնենք
ամոթի, այսպես հա, զոհերին դիմում են նրանք, որոնց մոտ ձևավորվել են անառողջ պատկերացումներ սեռականության մասին, ամոթ է եւ այդ անառողջ ամոթ է ասվածը բերում է նրան, որ օրինակ հարաբերության ժամանակ կարող է նկատվել տղամարդու մոտ տարբեր տեսակի սեռական խնդիրներ, որտեղ այդ ամոթ հատկապես մայրիշխանության զոհ դարձած տղաները, ինչու՞ չէ աղջիկների պարագայում, որոնց անընդհատ ամաչացնում են եւ ներարկում այդ համառորեն այդ անառողջ դաստիարակության տարբերակը, բերում են նրան կանանց մոտ առաջանում են նույնիսկ օրգազմի խանգարումներ, որտեղ իրեն ասել են դա ամոթ է եւ դա արդեն տեղափոխվել է անկողին։ Վստահ եմ ձեր պարագայում էլ նաև հոգեբանական տարբեր խնդիրներով են դիմում նման դաստիարակություն ստացածները։ Այո, այդ արդեն զույգային թերապիայի ժամանակ ենք տեսնում, իհարկե կարա հայտը լրիվ այլ բան լինի, բայց ասեմ ձեզ, ինչն է ուրախացնում, որ դիմելիությունը շատացել է, եւ նույնիսկ ասեմ, որ դեպքեր եմ ունեցել, որ դիմել են ոչ թե կանայք, այլ տղամարդն է զանգում, որ խորհրդատվության համար գրանցվի, զույգի հետ գան եւ իրանք միասին աշխատեն, դա շատ ողջունելի է ու ասենց չգիտեմ, ուրախացնում է այն պահը, որ մարդիկ այսօր կարևորում են իրենց հոգեկան առողջությունը եւ հասկանում են, որ դա շատ, տեսեք, մի կողմից դա շատ ինտիմ է, հա, բայց մյուս կողմից ինչ որ հանրության թեմա է դառնում, երբ որ մենք անդադ ամանչացնում ենք, այո, բայց դա վերաբերվում է երկու հոգուն եւ դա միայն իրենց հարաբերությունների մասին է եւ շատ ուրախ եմ լինում, որ դիմում են եւ ստանում են լավ արդյունք եւ հետագայում արդեն առողջ հարաբերություններ են ձևավորում։ Նաերա հաշվի առնելով դեռահասի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, հատկապես սեռական հորմոնների ճիճը, եթե կարելի է այդպես ասել, այդ տարիքում, ըստ ձեզ, որոնք են այն հոգեբանական խնդիրները, որոնք հաճախ հայտնվում են, նկատվում են այդ տարիքում եւ հետո կարող են նաեւ լուրջ բարդություններ հանդիսանալ։ Դե եթե խոսենք հորմոնների մասին, իսկ ինչ են անում հորմոնները այդ տարիքում, ամենաակնհայտ բանը, ինչ որ մենք տեսնում ենք, դա այդ տրամադրության կտրուկ փոփոխություններն են եւ այն, որ երեխան բացարձակ չի հասկանում ինչա կատարվում իր հետ, հա, ես իհարկե ասում եմ երեխա, դեռահաս, բայց դեռ այնքան հասունացած չի, որ ռացիոնալ գիտակցի եւ հասկանա իսկ ուր մղի այդ էներգիան որպես այդպիսի եւ շատ հաճախ ինքը այլ դրսևորում է ունենում, հա, ինքը նույն այդ ըմբոստությունը կարա լինի, այդ ագրեսիան կարա լինի, գեր ակտիվությունը լինի, ընդհանրապես դեռահասը չկարողանա, հա, կենտրոնանա որոշակի գործողության վրա ու այո, եթե դա հետաքրքրություն է առաջացնում, հա, եւ եթե չկա մեկում հետ կարելի է դրա մասին զրուցել, ինքը սկսում է այդ պատասխանները գտնել ինքնուրույն եւ այդ էներգիային ինքնուրույն իր պատկերացումով ճիշտ ձևով որոշում է որոշակի ելք տալ։ Իհարկե դա բերում է հետագայում, եթե նորից չխոսենք ամոթի մասին, հա, այսինքն նաև բերում է նրան, որ այդ էներգիայի ելքը միշտ դառնում է ինչ-որ ձևով աղավաղված։ Իրանք գտնում են տարբեր ելքեր, հա, դա կարա կամ կոնֆլիկտ լինի, կամ կարա որոշակի ակտիվություն լինի, անգամ անդադար շփումը հասակակիցների հետ, որտեղ դա ավելի կարևոր է, եւ նաև որոշակի վարքագծեր, որոնք ձևավորվում են ցանկությունները բավարարելու համար։ Այս արդեն կարծում եմ անցնում ենք ձեր դաշտը եւ նման վարքագիծը իհարկե անգամ եթե նկատելի է ծնողի կողմից, տպավորությունը, որ այդ ամոթը արդեն ծնողն է զգում, հա, եւ շատ անգամ չի հասկանում իսկ ինչպես ճիշտ խոսել երեխայի հետ եւ ինչպես անդրադառնալ այդ ամենին, այստեղ կարծում եմ արդեն դուք որպես բժիշկ ձեր խորհուրդները կտաք։ Իսկապես բարդ շրջան է։ Իսկապես խնդիրները շատ են, իսկապես մեզ հաճախ են դիմում ծնողները այդ խնդիրներով, թե ինչ անենք։ Մասնավորապես նորություն չի լինի ասեմ, որ այս շրջանում սեռականությունը արդեն զգացնել է տալիս եւ ի հայտ են գալիս ինչպես հոգեբանական, այնպես էլ սեռական դրսևորումներ, որոնցից մեկը պատանեկան շրջանի ձեռնաշարժությունն է, քանի որ դեռահասը արդեն իսկ սեռական հորմոնների ազդեցության
ներքո սկսում է նաև ֆիզիոլոգիապես հասունանալ եւ բնականաբար ունենում է, ինչպես դուք նշեցիք, նաև սեռական պահանջմունք, բայց սեռական պահանջմունքը բնականաբար այս տարիքում չի կարող բավարարել սեռական հարաբերություններ ունենալու առումով հասկանալի պատճառներով եւ սեռական պահանջմունքը այս տարիքում բավարարվում է որպես կանոն պատանեկան ձեռնաշարժության միջոցով, որը որպես տարբերակ համարվում է նորմալ, քանի որ համապատասխանում է տարիքային առանձնահատկություններին։ Ծնողների մտահոգությունը, ինչպես դուք նշեցիք, շատ դեպքերում չափազանցված է եւ քիչ չեն այն դեպքերը, երբ դեռահասային ձեռնաշարժության առումով ծնողը նույնիսկ դիմել է բռունցքի ծեծել դեռահասին, երբ բացահայտել է, որ դեռահասը զբաղվում է ինքնաբավարարմամբ, պահանջել խոստումներ, երդումներ, որ ինքը չի զբաղվելու դրանով, բերել մեզ մոտ կապտուկներով, պահանջելով, որ բացատրեք, որ ինչով որ ինքը զբաղվում է, դա խնդիր է, մեղք է, հետո լուրջ խնդիրների է ինքը բախվելու եւ այլն։ Էլ չեմ ասում, խնդիրը շատ ավելի բարդ լուծումների է հասնում կրոնական տարբեր համոզմունքներ ունեցող ընտանիքների պարագայում, որտեղ հարցը լուծվում է եւ բռունցքների եւ տարբեր տեսակի հոգեբանական ֆիզիկական ճնշումների միջոցով, շատ դեպքերում իհարկե հասցնելով նրան, որ դեռահասի համար սեռական թեման դառնում է հավերժ, տաբու թեմա իր բարդություններով։ Եվ այս ցավոտ կնճռոտ խնդիրը լուծում չի ստանում մինչ օրս։ Վստահ եմ այս հաղորդումը նաև այդ հարցում մեծ ներդրում է ունենալու եւ մենք շատ դեպքերում երբ որ ծնողը գալիս է դեռահասին բերելով մեզ մոտ չգիտենք ինչ անենք, որովհետեւ նայում ենք դեռահասի խեղճ դեմքին, ծեծված ճնշումների ենթարկված ու հասկանում ենք, որ պիտի սկսենք ծնողից, ձեր հետ միասին։ Ծնողից աշխատանք տանել ծնողի հետ եւ հանրության հետ բացատրել, որ դեռահասի շրջանը միայն հագուստ ապահովել չի, միայն սնունդով ապահովել չի, միայն դպրոց տանել չի, միայն կրթություն ապահովել չի, այլ ձեր ասած այն անհրաժեշտ կարևոր հուզական կամուրջն է, որը պետք է լինի ծնողի եւ դեռահասի միջեւ եւ զրույցները։ Ես հասկանում եմ շատ ծնողներ հիմա մեզ լսելով կասեն ինչպես զրուցենք։ Դա պետք է իհարկե սկսել հենց փոքր հասակից եւ եթե չեն կարողանում իրենք, իսկ ցանկալի կլինի, որ իրենք դա անեն, բնականաբար կարող են դիմել մասնագետների օգնությանը, ձեր օգնությանը, մեր օգնությանը, որովհետեւ բռնատիրական տարբերակով հարցին լուծում տալը լուրջ խնդիրների է հանգեցնում։ Մենք ունենք նաեւ գիտական հետազոտություն եւ բացահայտել ենք կապը այդ տեսակի անառողջ դաստիարակության սեռական, թե ինչ խնդիրների է հանգեցնում, հատկապես հետագայում ինչ խնդիրներ ունենում։ Դրա համար ես կարծում եմ, թե մենք, թե դուք այս հարցում շատ անելիքներ ունենք եւ պիտի աշխատենք հատկապես ծնողական համայնքի հետ, բացատրելով, որ հարգելի ծնողներ, պետք չի այդքան ծայրահեղացնել, դա իր տարիքային շրջանին բնորոշ դրսևորումներից մեկն է եւ պետք է պարզապես ուշադրի լինել, որ դա չհասնի ծայրահեղությունների, որտեղ դա էլ մի ուրիշ խնդիր է եւ բոլորովին պետք չի պատժել, սաստել, խոստումներ պահանջել, առավել եւս վախեցնել, որովհետեւ ձեր տված դաստիարակությունը հետագայում ունենալու է մի շարք հոգեբանական ու սեռական բարդություններ։ Վստահ եմ դուք էլ եք երևի նկատել։ Իրականում այո, ամենակարևորը իրազեկումն է, բայց ստացվում է, որ իրազեկում ենք եւ աշխատում ենք միայն այն զանգվածի հետ, որը պատրաստ է իրազեկվել եւ կրթություն ստանալ։ Եվ դա նաեւ այն զանգվածն է, որը նաեւ ինքնուրույն կարողանում է եւ ճիշտ հաղորդակցվել։ Ցավոք սրտի դեռ ունենք այդ բավականին մեծ բացը եւ չեմ կարող ասեմ, որ կետից է դա սկսվել, հա, երևի թե նաեւ սկսվել այն կետից, որ մինչեւ այսօր ցավալի է, բայց 21-րդ դարում կեսաբանությունը անցնելիս մենք մի զանգված բաց ենք թողում դպրոցներում եւ չենք քննարկում այնինչ սեփական մարմնի հանդեպ ոչ ամոթալի վերաբերմունքը սկսում է նրանից, երբ որ դու քո սեփական մարմինը եւ կառուցվածքը եւ դիմացինի մարմինը նաեւ ճանաչում ես ֆիզիոլոգիապես եւ անատոմիկ կառուցվածքին
բավականին ծանոթ ես լինում առանց ամանչելու, այսինքն տեսեք մենք ամեն ինչ չի որ մենք կարող ենք ծնողի վրա ասենք բարձենք, մենք նաև ասում ենք որ կրթական ոլորտում էլ ցավալի է, բայց այդ բացը ունենք եւ նաև ոչ բոլորն են այսօր պատրաստական, եթե ես դա տանը չեմ տալի, որքանով եւ պատրաստ որ մեկ ուրիշը դա անի։ Երևի թե նաև սենց մի հատ փոքրիկ խորհուրդ տամ, գովազդի նման չհնչի, բայց շատ կարևոր է, եթե դու ինքդ չես կարող խոսես, ինչ պատճառներով, եւ կարող ես շատ լավ հարաբերություններ ունենաս քո երեխայի հետ, բայց չես կարողանում խոսես, նորմալ է։ Դու կարող ես քո երեխային խորհուրդ տալ, դիմել մասնագետին, որտեղ ինքը կարող է ոչ թե խոսել իր խնդիրների մասին, այլ միգուցե օրինակ, դու ունես հարցեր, որին ես չեմ կարող պատասխանեմ, կամ ունես հարցեր, որոնք ինձ չես կարող տաս, դա նորմալ է, ես հասկանում եմ, հարգում եմ, եւ ամենակարևորը չեմ արժե զրկում ոչ մի փոփոխություն եւ անհանգստություն, որ դու ունես, դա ամենակարևորն է։ Ես պատրաստ եմ քեզ աջակցելու, միգուցե կլինի մեկը, ում հետ դու ավելի հանգիստ կարող ես խոսես, որը ավելի ճիշտ քեզ մասնագիտորեն ամեն ինչ կբացատրի, եւ այո, եթե ես ոյցե մի բան որպես ծնող նկատել եմ, դա չի նշանակում, որ դրան պիտի սենց շատ կտրուկ արձագանքել, որտեվ կտրուկ արձագանքը փակում է ճիշտ հարաբերությունները։ Այո, դա նորմալ է, եւ դու շատ ճիշտ բան ասացիր, ծնող լինելը դա չի նշանակում ուղղակի հագուստ եւ սնունդ, որտեվ դաստիարակությունը մենք մի քիչ սխալ ընկալում ունենք դաստիարակության մասին, դա կուշտ եւ մաքուր երեխան չի։ Դա շատ ավելի բարդ աշխատանք է, որին դու պիտի քեզ պատրաստես։ Եվ եթե դու դա չես կարող ինքնուրույն անել, դա էլի բնավ չի խոսում, որ դու վատ ծնող ես։ Գտի որոշակի ելքեր, բարեբախտաբար այսօր այդ ամենը կան հրաշալի ոդկասթներ, կան հրաշալի մասնագիտական ճիշտ sense ծրագրեր, կա կոնտենտ հրաշալի թվային, որտեղ երեխան կարող է ճիշտ այդ ինֆորմացիան ստանալ կամ դու որպես ծնող ստանաս եւ հասկանաս ինչպես ճիշտ հաղորդակցել քո երեխայի վրա, որտեղ այսօրվա իր փորձը իր հետագա առողջ հոգեկան եւ սեռական առողջությունն է։ Նաիրա, երեխայի դեռահասի վարքագծից կարող ենք հասկանալ, ենթադրել, որ իր սեռական վարքագծում շեղումներ կան, եւ եթե այո, ինչպես։ Եթե շատ ուշադիր ծնող են, կարող ենք այդ տարբերությունը զգալ, կարող ենք եւ զգալ, բայց ինքնախաբեությամբ զբաղվենք եւ չտեսնելու տեղ դնենք։ Դա կարա անգամ խոսքով անցնի, որոշակի sense խոսքեր, որ ասում է եւ մենք կամ նկատում ենք կամ չենք նկատում, դա կարա լինի sense թաքնված ինչ որ իրավիճակներ, հա, երբ որ որոշակի կոնտենտ է նայում, բայց այդ դեպքում փակում է, որ մենք չտեսնենք։ Սեռականացված։ Այո, որը միշտ չի որ ճիշտ է, բոլորս գիտենք։ Օրինակ, մինչև այդ շատ շփվող էր, ինչ որ մի կետից այլևս չի շփվում։ Ընկերների հետ ավելի ինքնամփոփ է դարձել, մեկուսացել է եւ իր միակ շփման, այսպես ասած, աղբյուրը դա իր գadget-ն է հանդիսանում։ Այդ է կարա շատ տարօրինակ լինի, եթե մենք հասկանում ենք, որ դա զգալի մեր երեխայի մասին չի, օրինակի կտրուկ փոփոխությունը։ Եթե միջև այդ խոսում էր օրինակ սիրահարվածության մասին, իր նախասիրությունների մասին, իսկ հետո դա կտրուկ կանգ առնում, Էդ էլ շատ sense զգալի ահազանգ, ուրեմն ինչ-որ մի բան պատահել է, միգուցե դա որոշակի փորձ է, որը հիասթափեցրել է, բայց դրա մասին պետք է խոսել, որ երեխան ինքը իր հետ չմնա, եւ նաեւ այդ անձնական սահմանները, որ դեռահասները շատ են ուզում, սիրում, դա փակ դռների հետևում է լինում, շատ երկար է լինում, դա էլ կարող է որպես ահազանգ լինել։ Եվ ամփոփելով մեր կարևոր զրույցը, ինչ կետեր կառանձնացնեք որպես հոգեբան, հատկապես ծնողների համար, առողջ սեռական դաստիարակություն ապահովելու հարցում։ Երևի ամենակարևորը հասկանալ եւ ընդունել, որ առողջ սեռականությունը եւ ընդհանրապես սեռական առողջությունը դա մեր օրգանիզմի զգալի եւ անբաժանելի մասնիկն է։ Մենք չենք կարող վերցնենք դա տարանջատել, որտեղ մեզ այդ խոսակցությունները տհաճություն են պատճառում կամ մեր համար անհարմար են։ Դա նույնն է, ինչ որ չխոսել ֆիզիկական առողջության մասին, դա նույնն է, ինչ որ չխոսել հոգեկան առողջության մասին։ Եվ եթե մենք ուզում ենք առողջ հարաբերություններ ունենալ մեր
դեռահասների հետ, մենք դրա մասին պիտի խոսենք եւ հասկանանք, որ մենք հանդիսանում ենք կարևոր ֆիլտրված առողջ աղբյուր այն բոլոր հարցադրումների, որոնք ունեն մեր դեռահասները։ Եվ եթե մենք դրանք պատասխան տալու հնարավորություն չունենք, ինչ պատճառներով, դրա համար միշտ կան մասնագետներ, որոնք հրաշալի աշխատում են դեռահասների հետ եւ որոնք պատրաստ են այդ բոլոր հարցերի պատասխանները տալ։ Նաիրա, ես անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի եւ քննարկման համար, վստահ եմ այս հաղորդումը դիտելուց հետո այն ծնողները, որոնք մտածում էին ինչպես սկսել, ինչպես զրուցել, չէին գտնում այն բանալիները, որոնց օգնությամբ կարող էին բացել այդ կողպեքները, մեր հաղորդումը դիտելուց հետո իհարկե կստանան անհրաժեշտ կարևոր տեղեկատվություն եւ կփորձեն զրուցել իրենց դեռահասների հետ։ Շնորհակալ եմ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն ակտիվություն ցուցաբերելու եւ մեզ հարցեր հղելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ հարցը։ Հարգելի բժիշկ, ինձ անհանգստացնող մի բան կա։ Մեր սեռական հարաբերությունը սովորաբար տևում է մոտ 4 րոպե։ Նույնիսկ հաշվել եմ, որպեսզի հաստատ իմանամ ժամանակը։ Խնդրում եմ, չծիծաղեք, բայց ուզում եմ իմանալ, սա նորմալ է, թե խնդիր է համարվում։ Կարող է ազդել իմ կամ զուգընկերոջս սեռական կյանքի վրա։ Ձեր հարցը բավականին տարածված է եւ շատ հաճախ են զույգերը դիմում մեզ, ցանկություն հայտնելով երկարաձգել հարաբերության տևողությունը։ Լուծելի խնդիր է եւ մտահոգվելու կարիք չկա։ Նախ պետք է նշել պատճառները, որոնք կարող են կարճացնել սեռական ակտի տևողությունը։ Նախ եւ առաջ դա սեռական կյանքի ռիթմի խախտումն է, երբ զույգը հարաբերությունները ունենում է երբպատահի, անկանոն գրաֆիկով, այսինքն չկա սեռական կյանքի ռեգուլարություն։ Որքան կանոնավոր ու ռեգուլար են հարաբերությունները, այնքան ակտի տևողությունը ավելի երկար է։ Մյուս պատճառը տագնապն ու լարվածությունն են, որը կարող է նկատվել տղամարդու մոտ հարաբերության ժամանակ, սա եւս խանգարում է։ Երրորդը ոչ ճիշտ դիրքերի ընտրությունը։ Երբեմն ոչ նպաստավոր պայմանների պատճառով զույգերը հարաբերություն են ունենում հապճեպ, որտեղ պատահի զուտ միայն նրա համար, որպեսզի արագ լիցքաթափվեն։ Դա կարող է տեղի ունենալ օրինակ մեքենայի նստարանին կամ փչացած վերելակում, գուցե նկուղում կամ ձեղնահարկում, երբ պետք է արագ ավարտել հարաբերությունը։ Նման դեպքերում ակտը տևում է անհամեմատ կարճ, մի պարզ պատճառով՝ կատագնապ եւ լարվածություն։ Մյուս պատճառը բորբոքային գործընթացներն են, որոնք հանգեցնում են սեռական ակտի տևողության նվազմանը, սեռավարակները ժամանակին չբուժված, որոնք նույնպես կարող են հանգեցնել վաղաժամ սերմնաժայթման։ Պատճառներ էլի կան, ես պարզապես նշեցի նրանք, որոնք հաճախ են հանդիպում։ Ձեր պարագայում, հարգելի հարցատու, պետք է նշեմ, որ նշված ժամանակամիջոցը 4 րոպեն համաձայն վերջին տվյալների համարվում է նորմալ։ Սեռական ակտի տևողություն ասելով մենք հասկանում ենք այն ժամանակահատվածը, երբ տեղի ունենում անդամի ներհրումը եւ ավարտվում սերմնաժայթքմամբ։ Միջին վիճակագրական տվյալներով այն կազմում է մոտավորապես 3-ից 5 րոպե։ Այսինքն ձեր նշած 4 րոպեն լիովին նորմալ է։ Բոլորովին այլ հարց է, երբ դուք ուզում եք երկարաձգել սեռական ակտի տևողությունը, որպեսզի ավելի շատ վայելեք այն։ Դա հնարավոր է, պարզապես պետք է նկատի ունենաք մի քանի կարևոր խորհուրդ։ Առաջինը իհարկե սեռաշարժումներն են։ Սեռական ակտի տևողությունը երկարացնելու համար պետք է, որ անդամի շարժումները հեշտոցամուտքում լինեն դանդաղ եւ խորը եւ ոչ թե արագ ու կտրուկ։ Մյուսը հատուկ քսուկների կիրառումն է, որոնց օգտագործման պարագայում սեռական ակտի տևողությունը զգալիորեն երկարում է։ Հաջորդ կետը դա վարժություններ են, որոնք կոչվում են stop-start կամ սեղման մեթոդը։ Stop-start-ի ժամանակ տղամարդը երբ նկատում է, որ սերմնաժայթքման ռեֆլեքսը մոտենում է, առանց անդամը հեշտոցից հանելու, դիրքափոխվում է եւ հետո շարունակում սեռաշարժումները։ Այդ վարժությունը կիրառելով մի քանի անգամ հարաբերության ընթացքում երկարաձգում է սեռական ակտի տևողությունը եւ դրանով իսկ օրգանիզմը հետագայում արդեն սովորում է նոր սեռական ռիթմերին։ Սեղման մեթոդի ժամանակ հարաբերության ընթացքում, երբ տղամարդը որ նկատում է, երբ արդեն մոտենում է սերմնաժայթքման ռեֆլեքսը, դադարեցնում է սեռաշարժումները եւ բութ մատով սեղմում անդամի գլխիկին։ Դրանով իսկ հետ է գցում սերմնաժայթքման ռեֆլեքսը։ Նույնպես մի քանի անգամ կատարելով այս վարժությունը, օրգանիզմը սովորում է ավելի ուշ
ռեակցիային, ռեֆլեքսին եւ հաջորդ հարաբերությունների ժամանակ ավելի ուշ է արձագանքում։ Չեմ կարող չնշել նաև իհարկե դեղորայքային գործոնների մասին, որոնք նույնպես կարելի է կիրառել, եթե իհարկե կա համապատասխան խնդիր, որը վերացնելուց հետո սեռական ակտի տևողությունը զգալիորեն երկարում է։ Կան նաև տարբեր տեսակի բուսական ու քիմիական դեղամիջոցներ, որոնք նույնպես երկարաձգում են սեռական ակտի տևողությունը։ Դա ընտրում է բուժող բժիշկը ելնելով պատճառներից եւ գործոններից։ Տղամարդու սեռական առողջությունը ամբողջապես վերականգնելու հարցում օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը իր տադաֆորտ եւ դապոքսեցին դեղամիջոցներով։ Տադաֆորտը նախատեսված է սեռական պոտենցիալ բուժելու համար, իսկ դապոքսեցինը վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում 5 եւ 20, 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Տադաֆորտի առավելություններից մեկն այն է, որ ազդում է շատ ավելի արագ եւ նրա ազդեցությունը ավելի երկար է պահպանվում, մոտ 36 ժամ, այսինքն 36 ժամվա ընթացքում կրկնակի, եռակի ցանկության դեպքում տղամարդը կարող է ունենալ սեռական հարաբերություն։ Դապոքսեցին դեղամիջոցը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար եւ նույնպես ունի երկու դոզավորում 30 եւ 60, թե որ դոզավորումը կընտրի բժիշկը կախված է խնդրի բարդությունից եւ վաղեմությունից։ Երկու դեղամիջոցների համատեղ օգտագործման դեպքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է վերականգնել տղամարդու սեռական առողջությունը ամբողջապես։ Ավարտվեց եւս մի գիշերային զրույց։ Վստահ եմ այն օգտակար էր։ Դիտեք մեզ ATV եթերում, գտեք մեզ համացանցում ցանկացած պահի, բայց գտնելուց զատ մի մոռացեք տարածել մեր տեսանյութերը։ Դա անչափ կարևոր է, չէ՞ որ դրանով դուք ավելի գրագետ եք դարձնում մեր հանրությանը եւ ողջևորում մեզ։ Շնորհակալություն մեզ դիտելու եւ վստահելու համար։ Մեզ համար դա անչափ կարևոր է։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Մինչ հաջորդ գիշեր։